Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Խաչիկյան ողջույն, շնորհակալ եմ ինձ հյուր գալու համար, հերթական հյուրինա ճակերտավոր այսպես ուղարկում մեր ընդհանուր ընկեր Հրաչը, այս թվում է պոդքասթը լսողն են արդեն ասում են այդ Հրաչով է, որ ամեն անգամ ու ճիշտ ասած ի տարբերություն իմ անձնական ծանոթների մի կողմից լիքը շատ բան չգիտեմ այդ մարդկանց մասին, մյուս կողմից ավելի հետաքրքիր է բացահայտել Այնպես որ այս մեր հաղորդման համատեքստում խնդրում եմ ասա, որտեղ ես, ինչ ես անում, ոնց ես հայտնվել, ինչ ես հայտնվել, լավ է, վատ է, ինչն է լավ, ինչն է վատ, այսպես։ Թույն։ Նախ իրականում շնորհակալություն ձեզ, ու քեզ մասնավորապես, ձեզ ընդհանուր հարթակին, քեզ մասնավորապես։ Համայնքին։ Հրաչի իրականում, որովհետև այն ինչը որ հիմա որ տեսնում եմ այդ Telegram-ին ինչքան որ ինչքան երկու շաբաթ է, հա, որ գցետը հետևում եմ, շատ դրական է, էլի, որովհետև այն ամեն ինչը, որ մարդը չի ունենում, ինֆորմացիա չի ունենում, երբ որ տեղափոխվում է X տեղ, որտեղ իրան անծանոթ է, սի ամենաուժեղ գործիքն է, որ քեզ կարա երբևիցե քեզ օգնի, էլի, սահուն, հարմարվելու ու գործունեություն ծավալելու համար։ Ես Խաչատուրն եմ, արդեն 10 տարի է աշխատում եմ Թումոյում ու մարզ տեղափոխվել ես սկսեց 2021 թվականին պատերազմից հետո ընտանիքիս հետ, կնոջս եւ երեխայիս հետ տեղափոխվեցինք Արցախ։ Այնտեղ գնացինք էլի բնականաբար Թումոյի գործունեությունը շարունակելու, որտեղ Թումոն 2015 թվականից Արցախում բաց է ու անկախ ամեն ինչից միշտ այնտեղ բաց է եղել, միշտ ամեն բaragայում գործել է։ Այդպես, այնտեղ տեղափոխվեցի որպես կենտրոնի ղեկավար։ Այնտեղ ոնց տեղափոխվեցինք, այդ մի քիչ շատ տենց խառն է իրականում, էլի, այսինքն տենց ավելի շատ էմոցիոնալ ֆոն էր, նաև ինչ որ տենց զարգացում ինքդ քո համար աճ, բայց սա սկսեց պատերազմի այդ վիճակներից, որ չմասնակցեցի ֆիզիկապես ես պատերազմին, ինչ-ինչ պատճառներով, այդ ինձ sense ներսից ջարդում էր, էլի քանդում էր ու դա ինձ ոնց որ ակնհայտ տեսնում էր, որովհետև մենք երևի մոտավորապես մի ամսից 2 ամիս չեմ խոսեցել կնոջս հետ այդ պատճառով, որ ինքը կապ չուներ, բայց տենց էր ստացվում, որ ես չհասա այնտեղ ու դա իմ համար sense մի հատ պայթուն էր, էլի հիմա ներսից։ Այտենց ու մի օր տենց նստած ենք գիշերը ժամը 12:30 էր երբ էր, երեխան քնել է, նստած ենք կինո ենք ուզում ման գանք, մեկ է տենց այդ կինո ման գալու ընթացքում կինս ինչ որ տեսնում է, որ Ազատ Հաստիկ կա Արցախի Թումո կենտրոնի ղեկավարի, ասում է, բա կարող է, ուզում ես տեղափոխվենք Արցախ, կակրաս ոնց որ գործ կարող է ստացվի, էլի, եթե ամեն ինչ հաջող գնա, տենց ու տենց տեղափոխվեցինք։ Դրանից հետո ինչ որ տեղի ունեցավ, տեղափոխվեցինք Կողբ։ Հիմա Կողբում եմ գտնվում ու այստեղի Թումոն 2023 թվականին բացվեց։ Ու հիմա այստեղ ենք մենք էլի ընտանիքով, էլի կնոջս երեխայից հետ։ Այդպես։ Այսինքն մոտավորապես մի քանի տարի արդեն մենք տենց Երևանում չենք, բայց ես Երևանցի եմ, տենց ուղնուծուծով ոնց որ ներկայացնում ենք բանում հարթակում գրել էի չաթում։ Շատ սիրում եմ Երևանը, բնականաբար շատ իմ ամեն ինչն է, իմ պապիկս շատ բաներ է կառուցել Երևանում, եղել է շինվարժության պետը ու հենց որ sense շատ ուղիղ կապ ունեմ ես Երևանի հետ, էլի, իր քարերից սկսած, հոգուց, հայրս օպերայի նկարիչն էր, գլխավոր նկարիչներից էր, պլյուս արձագանք խումբը, գիտեք, չէ, հավանաբար։ Այո։ Խմբի ոնց որ անդամից էր, էլի, ինքը ասեն ուդարնիկներ, բարաբանщикներ։ Նենց որ Երևանը տենց է, sense in my blood and որ լրիվ ինքնությունը դա, Երևանը ինքնությունը դա։ Բայց հա, հիմա այստեղ ենք։ Ես վերջից սկսեմ, հա, դա էլ եմ շատ հարգում, որ խնդիրներ չենք թաքցնում, բայց նաև պետք է սիրենք, իրականում սիրելով պետք է էլի։
սիրելով պետք է քննադատել ու հանուն է պետք քննադատել, ոչ թե հակա։ Ես ինքս ինձ շատ հաճախ փորձում եմ բռնեմ, չեմ ասի թե ստացվում է, լինում է որ դեմոնիզացնում եմ Երևանը, բայց դա լավ չեմ անում, սխալ եմ անում։ Բայց հավատա պայքարում եմ, որ ու ասում եմ հələ հիշել, ինչքան բանա քեզ տվե։ Երկրորդը այս Արցախի մասով ինչացիր Էգան հարազատը, որ ես իմ մոտ ցանկություն առաջացավ քո հետ այդ մասը նույնիսկ առանց են խոսալ, ոնց որ մեկը մեկի անգամ կինը որ տեսնում էր, որ ամուսինը վատ է, իմ մոտ եղել է 22 թվականին, որ ջերմուկի վրա հարձակվեցին, կինս ասաց գնա հանգստացի, թե չէ դու ես 2 տարին չես ապրել, բանը մեկ էլ առաջի կտորը, որ ասիր համայնք ամենաուժեղ գործիքն է, եղբայր, այդ մենք սոցիալական կենթանիներ ենք, ահավոր կախված ենք միմյանցից, ու ամենալավ տեղն էլ առանց գաղափարակից հարևանների, ու ամենավատ տեղը լավ հարևաններով, իրավիճակը կարա կարդինալ փոխվի, ես որ ինձ ասում են ինչ կա Ստեփան, առաջ ասում եմ համայնք մարդիկ, ում հետ կարաս նստես, ամեն ինչի հետ մասին խոսես, տասնյակներով մարդիկ, հա, ասում վերցնում եմ մոտակա քաղաքը Վանաձոր, հարյուրներով մարդիկ արդեն, այսինքն ըստ էության ամենակարևոր բանը համայնքն է, ու ես հավատում եմ, որ անգամ թվային հարթակներում, որտեղ մենք միտեղ ենք, հա, բայց ֆիզիկապես տարբեր տեղ ենք, դա համադրելով միմյանցից տեղյակ լինելով եւ տարբեր ակտիվություններ գեներացնելով մենք կարող դառնանք հրաշալի համայնք եւ բոլորի մոտ կորի մենակության զգացողությունը կամ կոնտեքստային մենակության զգացողությունը, հա, ինչ որ ուղղությամբ Միակ աղջիկ կար Վանաձոր տեղափոխված ասում էր ինձ այստեղ մի քիչ պակասում է ինտելեկտուալ խոսակցությունները, հետո մի քանի ամիս հետո հանդիպեցինք, ասում եմ, չէ, բայց վրոզի առիթները շատացան։ Այսինքն հենց անմիջապես կողքից հարևանների հետ չշատացան, բայց ես ունեցա ուրիշ հարևաններ, թվային հարթակներից, որոնք կարծես հեռու չեն, էլի իմ քաղաքում են, կողքի մարզում են, գնալ գալ կա բան։ Այդ շատ կարևոր երևույթ է այդ համայնքը։ Ուզեցա անպայման մեկնաբանել այս բաները։ Եվ կարծես թե կողմնել են իսկեղա, որը պիտի պահվի ամեն իմաստով։ Ես կարծում եմ քո առաքելությունը շարունակվում է, եղբայր։ Չնայած 2 րոպե ենք խոսում, բայց արդեն առաքելությունից եմ խոսում։ Իմ համար իրականում երևի, չգիտեմ, այ երբ որ առաջի անգամ տեղափոխվեցինք Արցախը, ինձ օտար չէր այնքանով, նախ որտեղ այնտեղ ծառայել եմ, չնայած որ շատ անկեղծ եմ, ծառայելուց հետո ասել եմ ես կյանքում ոտ չեմ դնելու ստեղ, վերջացավ, այն ինչը որ ես տեսա, ինձ սենց հերիք էր, իմ սաղ եզրակացությունները ես արել եմ, պրիտոմ ես ինստիտուտից հետո եմ ոնց որ գնացել, համալսարանը ավարտել եմ, նոր եմ գնացել։ Այս կտալիքով մի քիչ ավելի մեծ եմ գնացել, քան սովորական, հետեւաբար պատկերացումները, ընկալումները մի քիչ ուրիշ էր բնականաբար, էլի։ Բայց այդպես ոնց ես դու ասում ես, որ մարդ մեկը ամեն ինչը մարդն է ձևավորում, էլի, մարդը ճիշտ մարդ գտնես, ինքը տենց սաղ քո համար հարթելու է, էլի, անկախ որտեղ է որ լինես, ինչ որոշում է կայացնես, ինչի համար ես գնում, անձնական շահը, կարիերայի զարգացումը, ինչա կապ չունի, ինչ համար ընտրում ես, հստակ մարդ կարա լինի, որ այդ սաղ կարա քո համար փոխի, ու սենց համատեղ է դա ամեն ինչ, էլի, գաղափարական գործունեությունից սկսած մինչև անձնական, այսինքն բանը շահը։ Ու 2016 թվականին, եթե 2016 թվականին գործուղվեցի Արցախ էլի Թումով, 2015 թվականին բանակից եկել եմ ու գնացել եմ Թումո, էլի, այտենց որպես ուսանող մարզիչ։ Ու բայց որպես ասես դասընթացավար գնացի, երաժշտության դասընթացավար գնացի Արցախ, ու մեկ ամսով ոնց որ գործուղեցինք, էլի, ունդեղ հանդիպեցի Ազատի հետ, որ մի քիչ առաջ էլի նույն ժամանակից հետո հարթակում ներկայացրել։ Ազատը իմ համար ասած ջարդեց բոլոր կարծրատիպերը, այսինքն այն բանակային պատկերացումը, որ ես ունեի մարդկանց ու այդ
անկեղծության, մեկը նվիրվածության մասին, սա ջարդվեց, ասենց ինքը ասենց ամբողջովին փոխեց, էլի։ Ու քանի որ իրար շուրջը ինքը հենց նենց մարդիկ էր հավաքում, ովքեր որ լինեն գաղափարակից, ու ինքը շատ ասենց ոնց ասեմ, ուժեղ աուրայով մարդ է, էլի, ինքը բերում է դեպի իրան։ Ու ինքը տալիս է շատ, ինքը անդադար տալիս է, ինքը երբեք չի հոգնի տալուց, էլի։ Ու տեղից հետո ասենց ասի ոնց որ ես ինձի հակասելու եմ, всё, տենց երբ առիթ էր լինում անպայման արդեն գնում է Արցախ, որտեղ գիտեն դեղ ազատ է կա, անկեղծ տենց прям մենակ համար էի գնում, հետո արդեն սկսեցի շրջապատը մեծացնել եւ այլն, այնց որ տեղափոխվում ենք, ես ունեի իմ համայնքը արդեն այնտեղ, ես իմ սոցիումը այնտեղ արդեն ունեի, կինս չուներ, բայց կինս շատ արագ ադապտացավ, որովհետեւ էլի այդ նույն մարդիկ են, ովքեր որ բերում են քեզ այդտեղ, ու սկսում ես սիրել, այնց որ ցանկացած մեկը որ իր կյանքում ինչ որ մի կետից որոշում կայացնելու իր բնակավայրը փոխի, կապ չունի որտեղ գնա տեղափոխվի Երևան, թե կգա բան, ամենակարևորը գտնես այդ ճիշտ մարդուն, էլի, այդ հենց որ ճիշտ մարդուն գտար, սա շատ սիրուն է մոտդ։ Եկանք նույն կետին ոնց հասկացա շատ սիրուն։ Իդեպ հետաքրքրեց դուք եք մնացել բլոկադայի մեջ։ Հա։ Հասկացա, պլյուս այդ բայց այսպես մի 5 ամիս где-то որովհետեւ այսպես ասա, էլի, ասեմ որ տենց բան չլինի, մութ տեղեր չմնա ու ավելի անկեղծ լինի, էլի ամեն ինչ։ Ես ի սկզբանե հնարավորություն ունեի դուրս գալու, ինչի համար, որովհետեւ իմ բան անձնագիրը անտեղի չէր, 074-75 կոդով չէր, հա։ Ու ասում էին որ տիպ այդ ռուսները ասում են տիպը ձեզ կալան քանենք բան այս կոմիկոմ ես տենց ասում եի չէ տենց բան չի կարա լինի ես ու կինս խոսացինք ասում չէ ախպեր տենց մենք ստեղ ենք սաղի հետ նույն բանը նույն ճանապարհը պետք է անցնենք ձև չկա բայց որ շատ ավելի անկեղծ ասեմ ինչ որ մի կետ եկա որ հասկացա որ այս վերջն է այդ չի կարա լավ լինի այդ տարբերակ չկա որ ինչ որ մի հատ լավ բան կատարվի ինչ որ դրական փոփոխություն լինի որ որ ներսից լինում ես ու ավելի շատ բան ես տեսնում, պլյուս որ դու քո շփումը այնտեղ շատ ավելի շատ մեծ հարթակների հետ է, այսինքն մենակ կրթական ոլորտի հետ չի, տարբեր սֆերաներում մի քիչ չեմ ուզում շատ ճակերտել բացեմ, տարբեր սֆերաներում ես շփվում, որովհետև դու ինչ որ շատ կարևոր բան, ստրատեգիկ բանի ներկայացուցիչ ես։ Այո։ Հետևաբար դու շատերի հետ ես շփվում, էլի։ Մի քիչ անկեղծ ասած սկսել էի սենց ոնց որ անհանգստանալ ավելի շատ։ Ու մի անգամ մի հացած բան եղավ, բալիկս էլի ռուսների միջոցով տուլիկներ էին գալի ու հերթական անգամ այդպես փոքր տուլիկ է գալիս մեզ, որտեղ քաղցրավենիք է լինում, դեռ որ քաղցրավենիք բան չկար, քաղցրավենիք ուղարկում կնոջս տնեցիք ու մեջը երեխու սիրած սենց տրյուֆելներն էին, արծաթագույն սենց բաներով Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով։ Ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմարդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Մեկը մի քանի հատիկ եթե չեմ սխալվում, դες ռոշեն կոնֆետ կար հələ մնացած, որտեղ երբ որ գալիս էր մենք բոլոր տեղերը բաժանում ենք, ողքի մեր հարևանի հետ, օրինակ միշտ ամեն ինչ sense կիսում ենք, ով ինչ ուներ իրար տալիս էր։ Այդ էդի բայց իդեպ, ասենց հգայով ասեմ, այդ ամենակաղցր բանն էր երևի այդ բլոկադայի ընթացքում, որ ով ինչ ուներ, սաղի հետ կիսվում էր։ Ես ոնց հասկանում եմ Արցախում դա համատարած էր այդ օրերին։ Հա, իրականն է, էլի, նոր ես տենց ճիշտը միշտ երկու կողմն է ասնելն է, էլի, այսինքն տենց ռոմանտիզմ դեպով վարդագույն կողմը մենակ չներկայացնես, այն մութ կողմն է ներկայացնես, դրա շատ հակառակ պատկերներ եկային, որոնք շատ շայնացնում էին, բայց այդ նույնը ինչ որ ես բանակում, ոնց որ պատկերացուց հակառակ պատկերին բանի պատկերացումներ, այն դրականա ազատներ, էլի։ Այսինքն այդ մի բանը բնականաբար տեղը որ ցանկացած տեղ գոյություն ունի, էլի, այսինքն այդ բան չի, պիտակավորելու բան չի ընդհանրապես, էլի։ Բայց հա իրականում այդ մութ կողմն է կար, որ ուղղակի հունից հանում էր պահիդակնես բաներ էր տեսնում, էլի։ Ու այս
երեխես ես ու կինս տենց խոսում ենք ինչ որ հոսանք չկար դե բնականաբար ջումում ենք վառը տենց խոսում ենք մեկը տեսնենք երեխան տենց սեղանի վրա տենց շրջան է սարքել երեխաս այդ ժամանակ 2.5 տարեկան էր մոտավորապես համերը 3 սենց տրուֆելները սենց շրջաներ դրե ու այդ ոսկեգույն ռոշենը մեջտեղն էր դրե Եթե ինչ երեխես լավ չէր խոսում, էլի, այսինքն սկսեց խոսալ COVID-ը ընկավ, շատ ուժեղ հիվանդացանք մենք ու նու երեխան COVID չէր, բայց քանի որ մենք հիվանդ էինք, մենք վատ էինք, երեխան ատամը հանում էր, ինգնամաճերմությունը բարձրանում էր, բան ինչ որ XY պարականներով ազդեց, սկսեց նորից ոնց որ մի քիչ ավելի բարդ խոսել, դժվար էր խոսում։ Ու դրանից հետո երբ որ սկսեց մի քիչ արդեն նորից բառերը հստակ ասել, տեղափոխվեցինք Արցախ, որտեղ լրիվ ուրիշ դիալեկտ է ու ինքը սենց what the fuck, որ մի վարքան հələ չեմ հասկանում ինչա կատարվում, կամած մինչև որ սկսեց խոսել։ Մի խոսքով ավելի դժվար էր բառը արտասանում հələ որ այն ժամանակ։ Ու ես ու կինս որ սենց տեսանք, դες մի անգամից մի բանով անցավ միտքս, էլի էս հիմիկվա վիճակն է, տիպը պատկերում, ասում ենք սեմ, էս ինչ ես արել, բալես։ Ասում եմ բլոկադա։ Ասում եմ, իդեպ մի բան է, մենք երեխու մոտ չենք խոսում դրա մասին։ Երբ որ ինչ որ բան եք ասում, ասինքն դե չես կարող խուսափել դա չիման, այդ ինֆորմացիան որ չստանա ինքը մեկա ստանում, ամեն տեղից եթե ոչ մեզնից, ասած բանը ասում ենք որ վատ մարդիկ, չար մարդիկ բան են արել, ճանապարհը փակել են, հələ չենք կարող գնանք Երևան, սենց։ Որտեղ ինչ մի պերիոդ միշտ ունում են, ինքը դեպի տատիկների մոտ էր գնում, տատիկի պապիկի մոտ էր գնում։ Այտենց ու ինքը այտենց պատկերել էր Այստեղ ամենա խոխմենը, որ ասացինք, բա մի հատ ցույց կտաս, մենք ուր ենք, ասում է, էսի վատ մարդիկ են, շրջանն է ցույց տալիս, էսը մենք ենք, ասած բարձրացում դնում, սնայեցի Սոնային կնոջս, ասացի վсё, ասացի, չէ, ես տենց ընտանիքս հիմա, ընտանիքս եմ համար մեկը համարում, ոչ թե ցանկացած ուրիշ բան, հիմա դուք եք կարևոր իմ համար, պատի հանեմ ձեզ, ձև չկա Չեմ ուզում էլ շարունակվի, էլ չեմ ուզում էսի տեսնեք, վсё լավ է։ Այնտենց ինչ blame ուզում ես, ինձ դու ինչ մեղավորություն ուզում ես թողային վրա, ինձ դա հիմա չի հետաքրքրում, հիմա ինձ հետաքրքրում է, հենց հիմա ինքը ոնց է մտածում, որովհետև այստեղ կարող է ինչ-որ մեկի համար էսի տարօրինակ չլինի այս պատմությունը, բայց 2.5 տարեկան երեխան, որ ֆիզիկապես բլոկադան սկսում է գծել այդ իրենց, ինչ է ենթադրում, այդպես կողքը սենց ուրիշ բատոնչիկներ կար Grand Candy-ին կապույտ, 3 հատ է կողքը սենց բատոնչիկ էր դրել, հետո ասում էր տանկերն են։ Ասացի վсё, ասացի բրծանք, ասացի, էլ չի կարա, այս ոնց որ վերջ էլի, ես իմ համար այդ են վերջն է, մինչև հիմա ես ուրիշ ձև եմ մտածել, հենց այս կետը իմ համար այն շրջվող կետն էր։ Ու մի խոսքով տենց արեցինք, որ դուրս եկանք, բայց որ անկեղծ ասեմ, շատ լուրջ եմ ասում, էլի, էսի էլի պաթոշ չի ու ձևական բան չի, որ այնքան որ ծիպտեց ես խաղամ հիմա, աչք թացացնեմ, մենք պետք է հետ գանք։ Այսինքն մեր պայմանավորությունը որ պետք է հետ գանք։ Նու իմ կնոջս, ես գիտեմ որ կնոջս հետ չեմ բերելու ոչ երախուց, ես պետք է հետ գամ, որտեղ ես այնտեղ թիմ ունեմ, ու ես մենակ չեմ թողելու իրանց։ Բայց երբ որ դուրս եկանք, հետո այն checkpoint-ը դրեցին, այսինքն այդ իրանց բանը էլի, պասպորտնի այդ կետը դրեցին։ Ու վсё, էլ չէի կարող գա, ես շատ լուրջ մարդկանց եմ խառնել, որ հետ գնամ, շատ ազդեցիկ մարդկանց եմ խառնել, որ ես կարողանամ հետ գնամ։ Վերջի զանգիցս հետո Դավադի տեանում այնքան էի զանգում, ինձ անդադ անհամանում էի, այնքան էի զանգում իրանց։ Ասացին, եղբայր էլ չզանգես, մի խոսքով էլ մի արա, մի անիմաստ ես անում, չես կարող հետ գաս, տարբերակ չունես դու, ընդեղի քաղաքացի չես, ընդեղի գրանցում դու չունես, դու չես կարող հետ գնաս, վերջացանք էսի, էլի, ասաց այն մի զանգի։ Այդտեղ նորից սկսեց դեպքան արդեն իմ ու կնոջս մոտ են ինչ որ այն ժամանակի մոտ էր, հիմա իմ կնոջս մոտ էր, դեմքներից է սենց ոբշեմ գունատ միշտ անդադար, որտեվ տենց առաջի բանը որ մտածում ենք, մեր թիմը այնտեղ է մնացել առանց մեզ, բայց կյանքը ինչ ասում Ջան, կյանքը սիրնա, ասում կյանքը իմ համար ինչով է սիրուն, որ կան սենց մարդիկ էլի, ես տարբեր տեսակի հետաքրքիր մարդիկ ամեն դեպքում It's enorm մտածում մարդը ինձ զզվելի է, հետո մտածում ասում մարդը ինձ սիրուն է, ինձ զզվելի է, հետո ինչ պրիմիտիվ է, ինչ բարդ է, ասես մտածում
տարբեր մտքեր եմ ունեմ, մարդաբանություն եմ ուսումնասիրում բան, մարդը որպես ուսումնասիրության օբյեկտ էլի կամ սուբյեկտ, բայց մարդը իր պահվածքով մեկ-մեկ այնց սիրուն հետագից է գծում։ Մի հատ կիսա հումորային բան պատմեմ, Ազատին ես էլ եմ ընկեր, հետո թեման կփոխենք ապակենտրոնացում, որ հաղորդումը ճիշտ է, sense օրգանիկ ավելի լավ է, որ sense է գնում, բայց մի քիչ էլ տեսնենք նոյեմբերյան բանից ասենք։ Ուրեմն 20 թվականից հետո ես էլ եմ եկել Արցախ տարբեր առիթներով, վերջի մի անգամը տենց Ստեփանակերտում վազվզում եմ իմ գործերով, sense հեռախոսով եկալում եմ Արագի մեջ գրում Ազատ քաղաքում եմ, թե հարմար է գամ քեզ տեսնեմ, խառնալու չի պատասխանում, ես էլ եմ իրական խառնում, գնում եմ գործերովս ու գնում եմ հետո, հաջորդ օրը, մյուս օրը բան, մեկ է այս ամեն ինչը, որ տեղի ունենում, ժողովուրդը գալիս է արդեն, Հայաստան տենց օրերից մի օր, դե ես էլ եմ, որ բերանս ջուր եմ առել, տենց նստել եմ, չգիտեմ ինչ անեմ, էլի հասկանում ես, մեկ է մի օր ախպեր ասած, չգիտեմ քեզ ինչ ասեմ, էլի, բայց ուզում եմ իմանաս, որ մի անհանգիստ հոգել ես եմ, էլի, ասենց որ չենք խոսում, հանգիստ չենք, էլի, բան, այս Ազատը միջև այս նամակը կարդա, վերևի նամակն է կարդում, կարդում է Ազատ ջան, որտեղ ես, ես Ստեփանակերտում եմ, մի հատ ուզում եմ քեզ տեսնեմ, ու տես իրան մի քանի րոպե կախում է, էլի, ես չեմ ճոգում, ես սարդուս եկա, մայիսը գնաց մտավ, ասում աղբեր լուրջ եմ ասում 10 րոպե ուզում եմ հասկանամ ինչ դիմոս, կարասես բանելի, տենց ամսաթվերով, այդպես հետաքրքիր մի հատ պատմություն էր, իսկ հիմա կհանդիպենք դեռ շատ կխոսանք, ասելու և լսվելու կարիք կա, հիմա մի հատ դանք իմաստներից դեպի նոյեմբերյան, բայց նաև պահելով, ես օրինակ չեմ ճանաչում քեզ, բայց ինչքան հասկացա քեզ առաջնորդում են իմաստները, հա, շատ ուժեղ է այդի դրված, և եթե այդպես է, ուրեմն արի մի քիչ այս կողմ տանենք, էլի, այս մեծ հնարավորությունների տարում, որ ՃՏ մարդիկ, այսինքն մարդիկ, ովքեր օրինակ լիքը բան կարան ստեղծեն ցանկացած կետում, իրոք էլի, օրինակ անհամեստորեն չլինեմ համեստ, ես մտածում եմ ինձ ուր գցեն, ես իմ լավ ապրուստը կվաստակեմ։ Դե այսով նոթբուքն է, էլի գործարանը ասեմ, դու գործարանում ես աշխատում, նոթբուքը հետ է, ուրեմն դու գործարանում ես։ Ինչքանով է կարևոր, որ շատ այդպիսի մարդիկ, որ պրինցիպի իրանց համար տեղափոխությունը մեծություն չի լինի, բայց ասենք որտեղ որ իրանք տեղափոխվեն, մեծ ներդրում կլինի այդտեղ։ Ինչքանով է կարևոր, ինչքանով ես մտածում, որ այդպես մարդիկ անելիք ունեն։ Նայ կյանքում ոչ ոքի չեմ մեղադրել բառը մի քիչ շատ ինքը բան դատել նույնիսկ դատելը չեմ ուզում ասեմ էլ այսինքն չեմ քննարկի շատ թե ինչի չէ բայց եթե ինչ որ մեկը որոշում է Երևանի աղմուկից տեղափոխվի ինչ-որ միտեղ ուղղակի անջատվի ամեն ինչից ու իր տարածքում ինքը ապրի ու ոչ մի բան չանի չեմ քննարկի այդ թեման, բայց նախ մտածում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ մի ժամանակ հետո ինքը ուզած չուզած մեկը սկսելու է ինչ որ մի բան անել, որովհետև ոնց որ ինքն ինքնա ստացվելու է, դու մեկա շփում գտնելու ես, մեկա շփվելու ես, մետա սկսելու է, ու եթե դու հստակ գործունեություն ես ծավալում ու հստակ կարած դու ուսուցողական ինչ որ մի շրջան ստեղծես, նույնիսկ ուղղակի շփնելով, հարև հյուրեր գնալով, ընդունելով, չգիտեմ, այս կողմ այն կողմ, դու արդեն սկսում ես փոխվել, դու արդեն այդ process-ը ինֆորմալ կրթություն ա գնում, բայց եթե տեղափոխվում ես ու սկսում ես գործունեություն ծավալել, ամենափոքրը այդ այնքանով է կարևոր, որ բոլորս անկախ ով որտեղ է բնակվում ինչ անում, մեկը խոսում ենք նրա մասին, ինչ է լինելու։ Հիմա այտենց
էլի այս բոլոր ինֆորմացիաները, որ ամեն օր մենք լիքը ստանում ենք, գցենք մի կողմ, ավելի սառը ու ավելի դատարկ նայենք ամեն ինչին, շատ ծանր վիճակում ենք։ Շատ անհասկանալի ու շատ բարդ իրավիճակում ենք, որը եթե աշխարհը սենց շարունակվի քաոտիկ ու չհասկանաս ինչ կատարվի, մենք տենց համար առաջի այս բանով դեբետի հոսքով գնացողներ ենք, էլի, վարելու ենք, տալու է ջարդվելու ամեն ինչ, էլի, ու չենք հասկանալու դա ոնց եղավ։ Մեզ ցիխի ալնելու մեր մեջ, իմ կարծիքով, մի քիչ կարող է բանը, շատ մութ եմ, սև եմ ասում, բայց ես տենց եմ տեսնում հիմա, որտեվ իրոքից հիմա որ ես նայում ես, մենք որպես սոցիում, ես չեմ տեսնում մեզ որպես մեկ սոցիում ընդհանուր, էլի, մենք շատ առանձին ենք, բայց հիմա ինչն է մեզ պետք, մի հատ մեծ գաղափարական սոցիում դառնանք։ Ու անպայման չի բոլորս նույն բանին, ուղղակի ճիշտ մի հատիկ կետ պետք է կարողանանք գտնել, որ բոլորս գոնե այդ մի հատ կետի, ոչ թե բոլոր կետերը, այդպես չի կարա երբևիցե լինի, մենք մարդ ենք։ Բոլորս կենդանիներ ենք, որ տենց շատ մեկը էգո ունենք ու մեկը մենք մեր բան կարծրատիպեր ունենք, բայց կարևոր կետեր պետք է գտնենք, էմոցիոնալ ու ամենակարևորը, որտեղ գաղափարական կետեր կա շատ կարևոր։ Դրա շուրջ հավաքվենք ու ասում եմ սոցիում դառնանք, որ պետությունը հասկանանք ինչ է, որ մենք հասկանանք ով ենք, որ այդ յան վերջացողը հասկանանք ինչի համար է, վերջի վերջո այդ որտեղից է, ոչ թե ինչ որ անհասկանալի գրված պատմություններով, այլ տենց ավելի ներսից հասկանանք մենք ով ենք, ու այդ ընդունում ենք, որ մենք հայ ենք, ու մենք սիրում ենք այն ինչ ով ենք մենք, ուրեմն պետք է կարողանանք դա ճիշտ պահենք, էլի։ Իսկ հիմա դա ըստ իս բացարձակապես չկա։ Նու հիմա չէ, շատ շուտ բանից չկա։ Ու այդ ձեր ես ինչ եմ ասում, որ այն ինչ որ դուք անում եք, դա այտենց ամենակարևորագույն բաներից է երբևիցե, որ կարա կատարվի, էլի իրոքից։ Այն մի հատ է networks of networks հարթակ, չէ՞ կա, ես չգիտեմ, իրական նոր եմ այդտեղ գրանցվել, չեմ պատկերացնում դեռ ինչա կատարվում, բայց ոնց որ զուգահեռներ շատ են տանում, էլի, ստեղի ու դեղ։ Կագրած մեր շփվելու հաջորդ առիթը դրա onboarding-ը կա։ Ես 15 րոպեում online onboarding կանեմ, դա ինչ է։ Ահա, ցույց դասեց։ Մեզ իրականում networks of networks-ը ձեր ինչ մենեջերներ ինքը մոռացա երևի ակնոցներով community manager ոնց որ community manager ակնոցներով է, չէ՞, ասես մի քիչ Աղեկյան Արամը, այ Ո կարծես թե մենք իրար հետ շփում ենք ունեցել, որ բլոկադա էր Արցախի ես ու ինքը իրար հետ էլի Թումոյի շրջանակներում մենք շփում ենք ունեցել, որտեղ երեխեքի համար բաներ ենք էլի պատրաստում մի խոսքով այդտեղից ու տեսա ու այդ networks-ը դրա համար, որովհետև բոլոր կենտրոնից ղեկավարները, Երևանում բոլոր Թումոների կենտրոնի ղեկավարները տեղ ենք համայնքային, որպեսզի փորձենք հասկանանք ինչ ներդրում կարանք ունենանք դրանով, էլի ու ոնց կարա դա մեզ օգնի, որպեսզի ինֆորմացիան ու երեխեքի շրջանակում ավելի շատ տարածվի ու ներգրավվածությունը մեծանա եւ այլն։ Նկատում այս այն հարթակները մի խոսքով որ դուք հիմա ծավալում եք, դա իրոքից շատ կարևոր է։ Ես օրինակ ես անկեղծ կուզենամ շատ ավելի շատ ժամանակ տրամադրեմ այն ինչը որ դուք անում եք դրան։ Ուղղակի հիմա ես իմ մոտ էմոցիոնալ լրիվ ուրիշ տեղ եմ։ Ես բարդ է կազմակերպել, որ ես կտրվեմ ուրիշ տեղից ու ավելի սրա մեջ ներդրումս անեմ։ Բայց այնուամենայնիվ նկատի ունեմ վերադառնանք հարցի եղբայր, որ շատ կարևոր է, որ եթե դու գաս ու կարողանաս որևիցե մի կերպով ներդրում ունենաս այն համայնքում, որտեղ որ բնակվելու ես, դա շատ լուրջ ներդրում է ապագայի, շատ long term ինքը ներդրում է, էլի շատ long term, ու դա է կարևոր։ Ոնց որ short term-ները կարճ ժամանակներով է, դրանք ոչ մի բան չեն տալու, դրանք կորելու են։ Հիմա դա դառել է reel, 30 վայրկյան reel է դառը, ինքը շուտ անհետանալու է, բայց երկար ազդեցությունը շատ կարևոր է, իսկ դա ցանկացած մեկը որ տեղափոխվի, շատ կարևոր կլինի որ կարողանա փոխվի։ Նույնիսկ իր աշխատավայրում այնքան որ Ես դեռ համաձայն եմ, որ նույնիսկ այդ կոպիտ ասած փորձառու մասնագետ մարդ ես, նույնիսկ եթե հատուկ ոչինչ չես անում միջավայրի վրա, դու մեկը անում ես։ Շփվում ես, չգիտեմ, հնում ես, ծրճում ես, փոքր համայնքները մանավանդ շատ են սիրում խոսալ, այնտեղ օրգանիկ տարածվում ամեն ինչ, հա։ Ասենք բավարար մեկի տան սուրճ խմելուց մի հատ միտք արտահայտես։ Այնց վատ հետևանքներն կան։ Հա, գիտեմ։ Ահա որ։
գիտեմ, օրինակ ես մի քանի անգամ ասել եմ, տենց բաներ տարածվել, թե ես Երևանում պարտվել եմ ինչ-որ լիքը բաներ, տենց տներս ծախել եմ, եկել եմ մեժանով ստե առել եմ, դե որովհետև տակից դուրս կամ, որովհետև ճանհավատալի էր էլի, որ գալիս են մարդիկ, բայց դե դրանից հետո 10-ից ավել ընտանիք արդեն Ստեփանավան տեղափոխվել, արդեն ժողովուրդը իհարկե ֆանտաստիկ ժողովուրդ, հա, հարեհաս վերջն են էլի, ու իրական լիքը դասերել են տալի, մի օր հարևանս կանչել էր, ասում էր, դասի լավ, որ մի բան եղավ, առաջինը հարևան տա հասնելու էլի, ու ասում է Չերտովսկի ճիշտ էր ասում ինքը էլի, ես դրանից հետո ասում եմ, եղբայր, ես սրանից հետո հելնելու եմ թաղ, բոլորին բարևեմ, եթե տեսնեմ ինչ-որ բան եք նշում, արագի մեջ մտնեմ մի բաժակ արախ խմեմ դուրս գամ, այո, դու ճիշտ ես ասում, այսինքն կապ չունի, որ չգիտեմ, այսպես թվային ենք, բան ենք, հասարակ հարևանդ կարող լիքը բան սովորացնի, այդ իմաստությունը, որ մարդկանց մեջ կա, ուզում եմ ասեմ, հետ գալով ասածից ինֆորմալ, այսինքն ապրելով սովորել իրարից, հա, այդ ամենը շատ կարևոր է, բայց նաև շատ հավես է, որ իրոք փորձում ես մի բան անես, ազդեցությունը մի անգամից երևում է, էլի, հաստատ զգացած կլինես հետևյալ էֆեկտը, որ ինչ-որ քեզանից ջանք ու ժամանակ չի գնում, բայց քո կապերը օգտագործում ես, ինչ-որ հետաքրքիր մարդ կամ միջոցառում ես բերում համայնք, քեզանից դա տանում է վայրկյաններ, եղբայր ջան, կգաս իմ քաղաք, բայց մեկ էլ տեսնում ես, որ դրանից հետո լիքը երեխեք, խոսակցություններ, ոգևորություն, բան է, էլի, մարզում ոնց որ եթե սիրում ես ստեղծել, լիքը ստեղծելու դաշտ կա։ Եթե սիրում ես դրանից ես էներգիա ստանում, որ հա կա քար, որը դրած չի քարի վրա, վերցնենք քարը քարի վրա դնենք, այդպիսի խնդիրներ շատ կա։ Այդտեղ եղբայր, ժամանակը ավարտվում է, ես այնուամենայնիվ վերջին հարցը տամ, եթե լսվում է։ Ես միշտ մտածում եմ, որ այս հաղորդումները լսելով լիքը մարդկանց մոտ այսպես կատ հասունանալու է որոշում, լիքը մարդկանց մոտ չի հասունանալու, որտեղ իրանց ընտրությունն է, մենք պրոստը իրազեկում ենք, փորձ ենք փոխանցում, բայց պատկերացրեք շատերի մոտ վիճակ է, որ շատ լուրջ մտածում են կան, բայց վերջի քայլը դեռ էլի, այդ մարդկանց օրինակ մարդկա ասում է եկեք չստացվի ոչ մի բան չեք կորցնի էլի այդ խորհուրդն եմ ես տալիս դու ինչ խորհուրդ ես տալիս նրանց ում միտքը ծուռ է էլի այն որ շատ ծուռ է բայց հենց այդ քայլը չվախենան անեն եթե միտքը կա նշանակում է այսինքն sense է էլի եթե ստեղ այդ մի բան առաջացել է որ ինչ որ քեզ սկսում է sense tingle-ներ անել սկսում է ինչ որ խտիկ տալ նշանակում է ներսդ մի բան քեզ խոսում է դրա մասին դրանից է չպետք է խուսափես այդ նույնը ոնց որ բան ստվերային շերտերից հետ խուսափում ես բայց ինքը ամենակարևոր կետը քո կյանքում կարող է երբևիցե լինել երբ որ առերեսվում ես հիմա նույնը է դա դու կարաս շատ կարևոր ներդրում անես ինքդ քո մեջ անկախ արդյունքից բայց այդ որոշման գնալով ուղղակի չվախենալով որտեվ այս կյանքում իրական մենք ամեն օր լիքը որոշումներ կարող կայացնենք ու դրանք առանց վախենալու կայացնենք ուղղակի չվախենաս եթե այդ նորից մի բան առաջացել է որ այնտեղ մի բան գդիկ է տալիս քեզ նշանակում է ուզում ես դե всё արա երբ որ դու ուզում ես մի բաժակ վիսկի խմես խմում ես դա երբ որ դու ուզում ես դուրս գաս փողոցում քայլես դուրս ես գալիս քայլում ես երբ որ ուզում ես չգիտեմ ինչ որ ուրիշ բան անես անում ես դա պահի տակ եկածող միտքը անում ես ճիշտ է այնի ավելի ծանր որոշում է եւ այլն բայց բան Արցախում էլի ընկերներս այդ հատկապես խառը ժամանակներում ասում էին ախպեր բայց յանի ով ասա որ պետք է հեշտ լինի բայց ոչ ոք քեզ այդ գարանտիան չի տվել կյանքը առհասարակ ոչ ոք չի ասա որ ծնվեցինք ու սկսեցինք ապրել ինքը պետք է տենց հեշտ լինի չկա տես բան այս է մեր հերթական որոշումն նկատի ունեմ երևի ուղղակի դուխով եղեք արեք այդ քայլը հաստատ փոշմանելու բան չի լինելու փորձառություն ամենակարևորը որ մարդը միշտ պետք է ձեռք բերի Դա հասունացնում է, թե էմոցիոնալ է հասունացնում, թե փորձով է հասունացնում, ինքը մեկա ներդրում է քո մեջ։ Հեշտ չի, բայց պետք է անելու հեշտացնել, ճանապարհն է հեշտանում, էլի, հեշտ չի գալի։ Կներես մի հատ արտահայտությունը ասեմ, բանը, ես
5 տարեկանից հիփ-հոփի ֆանատ եմ, ու ֆանատ լավ չասեմ, բայց շատ եմ սիրում, այսինքն ապրում եմ հիփ-հոփով ու ինքս այդպես փորձում եմ հիփ-հոփ մեջ միշտ, բայց բանը ու մի հատ արտիստ կա Կենդրիկ Լամար, որ այդպես իմ համար ֆենոմեն է 2007 թվականից սկսած իրան հետևում եմ, Պուլիցերը կարա թե ինչ բան, այդպես ինքը այդպես ուղակի արտիստ չէ, էլի, ու մի հատ այդպես արտահայտություն երկերից մեկի մեջ ասում է sacrifice personal gain just to see that next generation is better than ours. Մենք լիքը բաժակներում այդպես սեղանում խաղում ենք որ տիպը սերունդների համար եւ այլն երեխուս համար եսասիրությունը մի կողմ չնայած տեղը կարա էգո մտնի բայց այս նման որոշումները ամենակարևոր ներդրումներն են քո երեխու իր հետոյի մեջ օրինակ ես խաչ եմ քաշել որ ես կտեսնեմ այդ սիրուն պուպուշ իմ պատկերացրած ինչ որ իրականությունը իմ սոցիումը Հայաստանը Երևանը շրջապատը ես դրա վրա շուտվանից խաչ եմ քաշել ու խաչ եմ քաշել նաև որ երեխաս այդի տեսնելու բայց ես մաքսիմալ շատ ամեն ինչ փորձելու եմ անեմ որ ինքը հասկանա որ ոչ թե այդ ինքը պետք է տեսնի այլ ինքը պետք է վստահ լինի որ տեսնելու է մյուս սերունդը կամ այն մյուս սերունդն է տեսնելու բայց ինչ որ մեկ էդի տեսնելու հաստատ տեսնելու է այդքան ոչ թե բայց չգիտեմ բավարար չտեսնի չէ դա հենց որ կասկածեցին քանդվելու է սա ինձ որ այդ էլ է այտենց մի որոշում եթե դու այն մարդն ես ով որ որոշել է տեղափոխվի թեկուզ գտիկ ձևով բայց դու առհասարակ ուզում ես լավ բան անես քո ազգի համար դու ինքդ քո համար ով ես դու ուրեմն պետք է դա անես իմանալով ու վստահ լինելով որ դա իր ներդրումը տալու է նույնիսկ եթե դու շատ կարճ ժամանակով գնացիր այդ բան չի հիմա կարծես ես տեղափոխվելու եմ Երևան հաստատ հետ բայց դա կապ չունի արդեն էլի շատ համաձայն եմ մենք ինչին հավատում ենք սկսում ենք փնտրել ու գտնել դրա հաստատումները այդ մարդկային ուղեղի կոգնիտիվ կանխակալություններից մեկն է ինչին հավատում ես սկսում ես դա հաստատող բաներ փնտրել գտնել եւ հակառակը փակում ռադեսանում ցանկացած խանգարող բան դաժե որ ճիշտ բան են գալի ասում որ ասում բանը լավա չէր լսել դրա համար տեղ հասավ էլի հա բանը ուղեղը բլոկ անում չի հավատում չի ուզում հաստատումներ լսի հակառակի ու տենց մենք արագ առաջ ենք շարժվում եղբայր շատ համաձայն եմ ես վստահ եմ շուտով կհանդիպենք մենք մեր համայնքներն այդ առիթները ստեղծում ենք շատ վստահ եմ էլի որ շուտով ամիսների հաշվար կա ու մնացածը կխոսանք շատ ոգևորիչ էր շատ ապրես շատ լիքը ոգևորություն փոխանցեցիր ես եմ շատ էներգիա ունեմ ինձ որ ասում են որից քեզ այդքան էներգիա ասում ես էլ ուրիշներից եմ ստանում հենց որ շուտով կհանդիպենք Սիրով ես եմ շատ շնորհակալ ինձ է շատ հաճելի էր ու ոնց որ դու ես ասում ստացար ես նույնպես ստացել եմ հենց որ շատ շնորհակալ ու դա իմ համար շատ կարևոր էր հատկապես այս մռայլ եղանակի Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։